Ողջույն, դուք դիտում եք Civilnet Business-ը, տաղավարում հյուրընկալել եմ ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանին։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Թունյան այս հնարավորության համար։ Պարոն Թունյան, մի քանի հարցեր կա տնտեսության վերաբերյալ, որ ձեզ հետ ցանկանում ենք քննարկել, բայց սկսենք ամենավերջին եւ թարմ նորությունից, դա Ադրբեջանի տարածքով Հայաստանի համար նախատեսված բեռնափոխադրումների արգելքի վերացումն է, տվյալ դեպքով խոսքը երկաթուղային բեռնափոխադրման մասին է, առաջին խմբականակը այդ բեռների տվյալ դեպքում ցորենի Ռուսաստանից ժամանել է Հայաստան, սպասվում է նաև Ղազախստանից, ուրեմն ցորենի մուտքը Հայաստան, Վրաստանի տարածքով, եւ սա ներկայացվում է որպես ԱՊԱ շրջափակման գործընթացի սկիզբ կամ գործնական սկիզբ, բայց կա մյուս կարծիք նաև, որ իրականում սա ոչ մի ԱՊԱ շրջափակում էլ չէ, ելի Վրաստանի տարածքով, մոտարապես նույն լոգիստիկայով, բայց այս անգամ Ադրբեջանով բեռները փոփոխ գալիս են ու ելի նույն Ռուսաստանից են բեռները գալու նաև, որն է այստեղ ԱՊԱ շրջափակումը։ Շնորհակալություն հրավերի համար։ Ըստ էության ձեր հարցի մեջ դուք գրեթե բոլոր պատասխանները տվեցիք, որ ասում եք Ռուսաստանից է գալու նաև, դա հենց այն հնչող քննադատություններից մեկն է, որ մենք կախվածությունը մեկ երկրից փոխարինում ենք մյուսով, մինչդեռ դա ցույց է տալիս, որ ոչ թե կախվածությունը մեկից փոխարինում ենք մյուսով, այլ մեր լոգիստիկ հնարավորություններն ենք ընդլայնում դրանով, եւ եթե կհիշեք ժամանակին կար քննադատություն, որ մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք հյուսիս-հարավ ուղղությանը եւ այդ հայտարարությունից ընդամենը 2 շաբաթ անց, եթե չեմ սխալվում, Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը հայտարարեց, որ իրենց պատկան մարմիններին հատուկ հանձնարարական են տրվել, որպեսզի նոր լոգիստիկ հնարավորություններից իրենք նույնպես կարողանան օգտվել եւ ռուսական ցակման ցորենի ներկրումը այդ ճանապարհով դա հենց առաջին քայլն է այդ ուղղությամբ։ Իհարկե սա դեռ սկիզբն է եւ հույս ունեմ, որ այդ գործընթացը կշարունակվի, բայց եթե նայենք ինչ խոսույթ կար ընդհանրապես ի սկզբանե, հետեւյալն էր, որ մենք ըստ էության միայն Ադրբեջանին ինչ-որ ճանապարհ ենք տալիս եւ մենք որևէ կերպ չենք կարողանալու օգտագործել Ադրբեջանի տարածքը մեր երկրի բեռներ փոխանցելու համար, մինչդեռ այս փոփոխությունը ցույց տվեց, որ դա այդպես չի։ Այստեղ հետո գալիս է հաջորդ հարցը, բայց ինչու ղազախական ցորեն, ինչու Ռուսաստանից, հետո Ռուսաստանից եկավ, իսկ միգուցե դրա մեջ ինչ-որ բան ախառնած ու աբսուրդը հասել է այնտեղ, որ որոշ մարդիկ անգամ հումորով բան են անում, տեղեկացնում են, որ իրենք մտածում են հացից հրաժարվելու մասին, բայց խնդիրը ոչ հացահատիկն է կոնկրետ, ոչ դրա քանակը, խնդիրը այն փաստն է, որ մենք 30 տարվա ընդմիջումից հետո ունենք կոնկրետ այլ ճանապարհով, այլ ընտրանքային բեռնափոխադրումներ եւ այստեղ որ ասում ենք դա ԱՊԱ շրջափակման թե ոչ, բնականաբար սա ԱՊԱ շրջափակման գործընթացի սկիզբն է։ Ովքեր որ կփորձեն հակառակը ապացուցել, թող գան հակառակը այստեղ ապացուցեն։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ղազախական, այսինքն մինչև այդ մենք ցորենի ներկրման հարցում 99%-ով կախված ենք եղել Ռուսաստանից։ Հիմնական մեր ուրեմն ցորենի ներկրման աղբյուրը դա եղել է Ռուսաստանը։ Հիմա որ Ղազախստանից բերվում է, տնտեսապես դա ձեռնտու գործարք է, թե սա քաղաքական ավելի շատ ծրագիր է։ Տեսեք, նախ այն ձեր մի հարցն էլ մոռացա պատասխանեմ, որ օգտագործում են վրացական երկաթուղին։ Վրացական երկաթուղին օգտագործում են պարզ պատճառով, որովհետև մենք Մեղրի տարածքում երկաթուղի չունենք։ Եթե մենք Մեղրի տարածքում ունենանք երկաթուղի, ապա բեռնափոխադրումները այլևս Վրաստանի տարածքով չէին կատարվի։ Կամ Իջևանով ունենայինք երկաթուղի։ Կամ այդ մասով ունենայինք, այսինքն այս պահին իսկ ինչի համար մենք երկաթուղի չունենք, դա արդեն հարցի մյուս կողմն է, կամ ուր է այդ երկաթուղու այդ համապատասխան երկաթը, դա էլ հարցի երկրորդ կողմն է։ Հիմա ինչ վերաբերում է կոնկրետ ցորենի ներկրմանը, դա մի կողմից դիվերսիֆիկացնում է ցորենի կոնկրետ մատակարարման աղբյուրը, այսինքն դա ռուսականը չեղավ, ղազախականը կամ մեկ այլ տեղից, եւ երկրորդը ինքը դիվերսիֆիկացնում է ճանապարհը, որ վաղը մյուս օր Լարսի հետ կապված խնդիր եղավ, մենք գոնե կիմանանք այլ ընտրանքային ճանապարհ կա։ Կոնկրետ հաշվարկների մասին չեմ կարող որևէ բան ասել, որովհետեւ չեմ տիրապետում այդ տվյալներին, բայց եթե նկատի ունենանք, որ այս բեռնափոխադրումը կատարվել է մասնավոր ընկերությունների կողմից, այսինքն սա եղել է մասնավոր պատվեր մասնավոր ընկերությունից, ապա նշանակում է իրենք այդ հաշվարկը արել են ու գտել են, որ այդ ճանապարհով իրենց շատ ավելի ձեռնտու է այդ ներկրումը կազմակերպելը։
Եթե անգամ լրիվ նույն գինը արժենա, միևնույն է այլընտրանքի հնարավորությունը, դա այնպեսի անգնահատելի դրական գործոն է, որը չի կարելի գնահատել։ Վարչապետը հայտարարեց, որ քննարկվում է նաև այլ ապրանքախմբերի, այսպես հայտեր են հավաքվում կամ քննարկվում է այլ ապրանքախմբեր, ինչպես բերելու, այնպես էլ արտահանելու տարբերակը այդ նույն ճանապարհով եւ լոգիստիկայով, ինչ ապրանքախմբերի մասին են խոսքը, արդյոք խոսքը կարող է նաև հերթը հասնել օրինակ նավթամթերքներին, որովհետեւ այն նավթամթերքների ներկրման հարցով մեր կախվածությունը Ռուսաստանից էներգակիրների բավական մեծ է։ Չեմ բացառում, այստեղ ավելի շատ բիզնեսը ինքն է թելադրելու ինչ ապրանքներ են հնարավոր գալ, մանավանդ որ այստեղ պետք է հաշվի առնել, որ այդ միջին միջանցկացված հասկացությունը Հայաստանի համար բավականին լայն հնարավորություններ է բացելու, եթե հիմնականում պատկերացնում են, որ այդ բեռնափոխադրումների մեծ մասը արևելքից արևմուտք գնալու է Վրաստանի տարածքով, այսօր հստակ այլընտրանք է ձևավորվել եւ օբյեկտիվ պատճառներն էլ հաշվի առնելով, որ զուտ թողունակության առումով միգուցե Վրաստանի ենթակառուցվածքները չբավականացնեին, Հայաստանի տարածքի առումով կարող է շատ լավը լինել։ Իսկ ինչ վերաբերում է բեռնափոխադրում նավթամթերքին կոնկրետ, այդ մասով օրինակ ես հիշում եմ, որ հունիսին կարծեմ այցելել էինք Թուրքմենստան եւ մեզ տարան իրենց նավթավերամշակման գործարանը, այդպես ոտքի վրա քննարկումները ցույց տվեցին, որ միգուցե հնարավոր է որոշակի этаպում Կասպից ծովով նաեւ մտածել թուրքմենական նավթամթերքի ներկրման հնարավորությունները, իհարկե այն ժամանակ դեռևս օգոստոսի 8-ի փաստաթղթերը ստորագրված չէին, այն ժամանակ դեռևս բնականաբար առաջին ներկրման փորձը չունենք եւ մի քիչ այդ խոսակցությունը ավելի շատ հեռանկարների մասին էր, բայց հիմա կարծում եմ կարելի ավելի ինտենսիվ այդ բոլոր հարցերով զբաղվել։ Շատ լավ։ Գալով բյուջեին։ Այս հիմա ակտիվ քննարկման փուլում է բյուջեն, ազգային ժողովում հանձնաժողովներով, եթե չեմ սխալվում, արդեն անցավ եւ պետք է լիագումարի նիստ գնա այնտեղ քննարկվի, բայց հետեւյալ կարելի ասել ինչ որ առումով պարադոքսն է նկատել։ Մի կողմից դրված է ոչ ցածր եւ ոչ այդքան այսպես համեստ տնտեսական աճ ապահովելու խնդիրը 5.4-5.5% մյուս տարի, բայց մյուս կողմից ծախսերի կրճատում է նախատեսված, մոտավորապես դեֆիցիտի կրճատում 1%-ով։ Մի կողմից ծախսերի կրճատում, մյուս կողմից տնտեսական աճի ապահովում, ինչպես է սա։ Ծախսերի կրճատում չկա, կա ծախսերի աճի որոշակի դանդաղում, որովհետև ծախսերը, եթե ես չեմ սխալվում, հաջորդ տարվա բյուջեով մոտ 280 միլիարդ դրամով ավելի շատ են, քան 2025 թվականի համար նախատեսվող ծախսերը։ Եկամուտներն էլ են աճում, այսինքն հարկային եկամուտները, բայց մի քիչ ավելի քիչ չափ։ 250 միլիարդով է, չեմ սխալվում։ Այսինքն հետեւյալն է կատարում, որ մենք փորձում ենք բյուջեի պակասորդը, որը 2025 թվականի համար նախատեսված է 5.5%, հաջորդ տարվա համար նվազեցնել 4.5% եւ հաջորդ տարիների համար ավելի նվազեցնել, որպեսզի մեր բյուջետային հնարավորությունները մի քիչ ավելի մեծանան եւ մենք ավելի ճկուն կարողանանք մեր ծախսերն ու քաղաքականությունները իրականացնել։ Որոշ ուղղություններով կան ծախսերի կրճատումներ, բացարձակ թվով, որոշ ուղղություններով կան ծախսերի ավելացումներ, դա արդեն պայմանավորված է, թե մենք կոնկրետ ինչ առաջնահերթություններ ենք մեր առաջ դրել եւ շատ կարեւոր մի հանգամանք, որ այս տարի առաջին անգամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ներկայացնում է եռամյա կտրվածքով, այսինքն ներկայացնում է ոչ թե 2026 թվականի ակնկալվող ցուցանիշները, այլ նաև 27 եւ 28 թվականների, այսինքն կառավարությունը, եթե դուք կարդաք բյուջետային ուղերձը, ոչ միայն նշում է, թե 2026 թվականին ինչ է նախատեսում անել եւ ինչ ակնկալիքներ ունի, այլև հաջորդ 2 տարիների համար նույնպես այդ կանխատեսումները տալիս է։ Եվ եթե մի ուղղությամբ կա ծախսերի նվազում, ապա մյուս ուղղություններով ասում ունենք ծախսերի ավելացումներ եւ հաջորդ տարիներին ակնկալում է նաեւ այն մյուս ուղղություններով, եթե մեր հնարավորությունները թույլ տան, օրինակ սոցիալական կամ ընթացիկ ծախսերի ուղղությամբ նույնպես ավելացումներ կատարել։ Այդտեղ նվազումների առումով ամենաշատը քննարկման առարկա դարձավ պաշտպանական ոլորտի ծախսերի կրճատումը, բայց դրա մասին բավականին խոսվեց ու ամենակարևոր բաներից մեկը այն է, որ պաշտպանական ոլորտի ծախսերը ու դրանց կառուցվածքը իրականում հրապարակային քննարկման ենթակա չեն։ Դրանք քննարկվում են Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փակ նիստում
եւ մեր ընդդիմադիր գործընկերները, падգամավորները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերը տալ ու հասկանալ արդյոք այդ ծախսերի կրճատումը մեր պաշտպանական հնարավորությունների նվազեցում ենթադրում է թե ոչ, ու վստահ եմ, որ համոզվել եմ, որ չի ենթադրում։ Այսինքն պաշտպանության բյուջեի 1 տարվա կրճատումը պայմանավորված է այլ գործոններով, մասնավորապես այս տարվա պաշտպանական ծախսերի առաջանցիկ աճով։ Այդ կենցաղային օրինակով մի անգամ էլ եմ ասել, նույնն է, երբ որ դու երեխայիդ ամեն օր փող ես տալիս, գրպանի փող դպրոց գնալուց առաջ, ասենք 2 շաբթի, 3 շաբթի 1000 դրամ տալիս ես, 4 շաբթի օրը որոշում ես 2000 դրամ տաս, որ 5 շաբթի օրը կամ չտաս կամ ավելի քիչ տաս։ Մենք մոտավորապես այդպիսի իրավիճակ ենք այդ ուղղությամբ ունեցել, բայց պաշտպանության ու դա կաշխատի, եթե երեխան իսկապես տնտեսող եւ խնայող է, այսինքն ինքը գիտի, որ պետք է մի փոքր խնայել մյուս օրվա համար, որովհետեւ կարող է հաջորդ օրը ավելի քիչ գումար քեզ տալ։ Դե առավել եւս, եթե այդ տեսանկյունից ենք նայում, այսինքն ոչ միայն նայում ենք գումարի չափը, այլև այդ գումարի ծախսման արդյունավետությունը, այստեղ մեկ կարևոր հանգամանք է պետք նշել, որ եթե նայում ենք օրինակ 5 տարվա կտրվածքով, պաշտպանական ոլորտի ծախսերը կրկնապատկվել են, եւ եթե նայում ենք այն իրողությանը, որ նախկինում պաշտպանական ոլորտի հատկացվող գումարների մի զգալի մաս, չեմ ուզում կոնկրետ թիվ նշել, ոչ էլ ինչ-որ մարդկանց ինչ-որ հանցագործությունների մեջ մեղադրել, չնայած քրեական գործեր կան, եթե նկատի ունենք, որ այդ գումարների մի զգալի մասը գնացել է ոչ թե պաշտպանական նպատակներին, այլ անձնական նպատակներին, արդեն կհասկանանք, որ իրականում շատ ավելի քիչ է եղել պաշտպանական ոլորտին հատկացվող ծախսերը։ Այսինքն իմ կարծիքով ես այդ ոլորտի գիտակից չեմ համարում, բայց կարծում եմ, որ մենք պաշտպանության ոլորտում կատարում ենք այնքան ծախսեր, ինչքան որ պահանջում է մեր պաշտպանական համակարգի նորմալ գործունեությունը։ Պարոն Թունյան, քանի որ խոսեցինք նաև ապաշրջափակման մասին, սա մենք մյուսի հետ կապված է մեր տնտեսական պլանավորման տեսանկյունից։ Ունենք Հայաստանի Հանրապետության տնտեսական բլոկում հաշվարկներ, որ վաղը մյուս օրը եթե ապաշրջափակվում ենք իսկապես, Թուրքիայից սահման է բացվում, Ադրբեջանից սահման է բացվում, դա ինչ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա տնտեսական առումով, որքան աճ կարող է տեղի ունենալ մեր գործարանների վրա, ինչ ազդեցություն կարող ունենալ մեր ապրանքների, օրինակ չգիտեմ, հումք ենք բերում եւ ապրանք ենք ստանում Հայաստանում, ինչքան կարող է ինքնարժեքը նվազել կամ ավելանալ գուցե դա ինքնարժեքը մեր ապրանքների մրցունակության վրա ինչպես կարող է ազդել, ինչ շուկաներ են բացվում, այդ շուկաներից ավելի շատ շոկեր են գալու, թե հնարավորություններ են գալու, կան նման հաշվարկներ։ Ես քիչ առաջ ձեր հարցին պատասխանելիս նշեցի, որ ես կոնկրետ հաշվարկները չունեմ, բայց փաստը հետեւյալն է, որ եթե մեզ մոտ այդ այլընտրանքային ճանապարհներով, նոր ուղիներով ապրանքներ կան, արդեն այդ գալու փաստը ինքնին նշանակում է, որ այդ ճանապարհով ապրանք բերելը ձեռնտու է, հակառակ դեպքում այդ ճանապարհը չի աշխատի։ Ինձ հանդիպել են մի քանի վերլուծություններ կամ մինի վերլուծություններ, որտեղ ամեն գնով փորձում են ապացուցել, որ Հայաստանը այդ բեռնափոխադրումներից կամ տրանզիտից ոչինչ չի շահելու, ըստ էության հաշվել են 4 թվաբանորեն, թե ինչ կարող է այդտեղ տրանզիտով անցնել եւ դրանից Հայաստանը որպես տրանզիտային վճար ինչ կարող է ստանալ, բայց ուզում եմ ասել, որ դա հարցի ոչ թե մի մասն է, այլ փոքրագույն մասն է, որովհետեւ խոսքը վերաբերում է ոչ միայն տրանզիտային վճարներին, այլ խոսքը վերաբերում է հենց կոնկրետ Հայաստան ներկրվող ապրանքների գների նվազեցմանը, այսինքն թե ժամանակի կրճատման, թե տրանսպորտային ծախսերի առումով, թե Հայաստանից արտահանվող ապրանքների գների նվազման ու ճանապարհի կրճատման, թե վերաբերում է դիվերսիֆիկացիան եւ ամենակարևորը երբ որ մենք ասում ենք խաղաղություն, դա մի բան է, երբ որ մենք ասում ենք ապաշրջափակում, որը արդեն կյանքում հողի վրա աշխատում է, դա արդեն ամրապնդում է այդ խաղաղության թեզը, ես երկուսը իրար հետ շատ ավելի մեծ տնտեսական էֆեկտ ունեն, որտեղ դա հստակ ազդակ է պոտենցիալ ներդրողներին, որ տարածաշրջանում կայուն միջավայր է ձևավորվում։ Իսկ եթե մենք օրինակ հարցում անցկացնենք ու փորձենք հասկանալ, թե մինչ այսօր Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրումներ կատարելուն ամենաշատ խանգարող գործոնները որոնք են, պոտենցիալ պատերազմի կամ կիսապատերազմական վիճակը, դա առաջին խոչընդոտող հանգամանքների թվում է։ Ու որպես ձեր հարցի մի հատ լրացում, օրինակ նշեմ, որ մենք երեք ազգային ժողովում հյուրընկալել էինք Սաուդյան Արաբիայի պատվիրակությանը,
Ուզում եմ նշել, որ Սաուդյան Արաբիայի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չուներ, հաստատել ենք 2023 թվականին եւ падգամավորական բարեկամական խումբը ձևավորվել է բոլորովին վերջերս ամիսներ առաջ։ Սաուդյան Արաբիան այսօր հանդիսանում է մեծ 20-յակի անդամ երկիր, նավթ արտահանողների առաջատարներից մեկն է, բայց իրանք շեշտադրում են արդեն արել այլ ոլորտների վրա։ Եվ շատ մեծ հետաքրքրություն կար իրենց կողմից Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելու առումով, կրթության, շինարարության, բարձր տեխնոլոգիաների, հատկապես արհեստական բանականության, եւ երբ իրենց մենք ասացինք, որ շատ հետաքրքիր է, քանի որ իրենց այցը պատմական կարելի է համարել, քանի որ առաջին անգամ է եւ շատ պատմական ժամանակահատվածում, քանի որ մենք այս գործընթացների մեջ ենք, իրենք ասացին, որ մենք այդպես էլ պլանավորել ենք, որ մեր այցը լինի խաղաղության մասին համաձայնագրերի ստորագրումից հետո։ Այսինքն սա անուղղակիորեն վկայում է կամ հենց լավ էլ ուղղակիորեն վկայում է այն մասին, որ տեղի ունեցող գործընթացները միջազգային հանրության ու մասնավորապես ներդրողների մոտ լրացուցիչ վստահություն են հաղորդում։ Շատ լավ, այդ դեպքում ինչով կբացատրեք այն, որ օտարերկրյա ներդրումները այնուամենայնիվ անցած տարվա տվյալներով Հայաստանից արտահոսել են 30 միլիարդի կարգի, եթե չեմ սխալվում։ Դրա մասին Վարդան Արամյանը նաև այս նախկին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նաև այս մեր տաղավարում է ասել, որով ինչով է դա պայմանավորված։ Եթե ամեն ինչ լավ է, մարդիկ հավատում են կամ չգիտեմ միջազգային ներդրողները հավատում են մեր խաղաղության դարաշրջանին կամ խաղաղության գործընթացին եւ դա իր արմատներն է ձգում, չգիտեմ, ինչու է ներդրումները արտահոսում Հայաստանից։ Իմ կարծիքով Վարդան Արամյանը, որին իդեպ շատ հարգում եմ ու շատ բարձր եմ գնահատում որպես մասնագետ, եթե աչքի անցկացրել վերջին ամենաթարմ վիճակագրությունը, ապա կտեսնի, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի գծով այս տարի ունենք հակառակ պատկեր, ունենք ներդրումների աճ եւ ինքը կարծում եմ շատ լավ գիտի, որ մենք օտարերկրյա ներդրումների մասին խոսելիս ունենք հստակ վիճակագրության հետ կապված խնդիր, որովհետեւ մենք իրականում չգիտենք մեր երկրում ներդրումները ինչ են եւ ինչ ուղղությամբ են գալիս։ Այսինքն ներդրումների վիճակագրությունը, որը մեզ ներկայացվում է, ցավոք սրտի այդպես է եւ մենք դա պիտի մի օր այդ խնդրով լրջագույնս զբաղվենք, եթե ինչ որ օտարերկրյա կապիտալով ընկերություն իր ստացած շահույթը վերաներդրի իր ընկերության մեջ, դա հաշվարկվելու է որպես օտարերկրյա ներդրում։ Եթե ինչ որ հայաստանցի գործարար գնա դրսում ինչ որ ընկերություն բացի, այստեղ ներդրում անի, դա հաշվարկվել է որպես օտարերկրյա ներդրում, այսինքն ինքը շատ խառն է եւ այդ ներդրումային վիճակագրության վրա այս պահին դժվար է դատողություններ անել, բայց եթե ինքը հիմք է վերցել կոնկրետ այն ցուցանիշը, որի մասին ես խոսում ենք, այո, անցած տարվա պատկերի վրա այս տարի ունենք աճ եւ ինձ թվում է այնքան աճ էր, եթե չեմ սխալվում, որը կոմպենսացնում է նախորդ տարվա այդ բացասական ցուցանիշը։ Իսկ այն որ եւ կներեք, որ քանի որ այդ հարցը տվեցիք անմիջապես ապաշրջափակմանը վերաբերող հարցից հետո, այդ փոփոխությունները ու ներդրումային հոսքերի ակտիվացումը տենց արագ տեղի ունենալ չի կարող, դա կարող է դրսևորվել մի քանի ամիս հետո, 1 տարի հետո, 2 տարի հետո, այսինքն այնպես չի, որտեղ ներդրում կատարելու համար, մանավանդ լուրջ ներդրումներ կատարելու համար, անգամ եթե լրիվ նորմալ, կայուն, հաստատված վիճակ լինի, առնվազն 1 տարի, 2 տարի պետք է նախապատրաստվելու համար։ Իսկ այն որ երկրում ամենակարևոր ակտիվներից մեկը գործարարի ձեռքից վերցնում եւ պետական կառավարման են հանձնում։ Նրա համար, որ այդ գործարարը քաղաքական հայտարարություն է անում։ Հիմա դու կարող եք դա հերքել, բայց անհարային ընկալումներում այդպես է։ Դա չի ազդում ներդրումների վրա, տնտեսական կլիմայի վրա երկրի։ Տեսեք, եթե ընկալումը այնպեսին լինի, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հայտարարության համար ներդրողի ձեռքից գործարարն է խլվում, եթե ընկալումը այդպեսին լինի, դա կազդի, բայց արդյոք ընկալումը այդպեսին է, ու արդյոք այդ միջազգային օտարերկրյա ներդրողները, առավել եւս ինստիտուցիոնալ լուրջ ներդրողները, իրենք չգիտեն իրականում Հայաստանում ինչ է կատարվում, ով ինչ հայտարարություն է անում, ինչի համար է անում այդ հայտարարությունը, կամ իրականում իրենք չգիտեն, թե Հայաստանի Հանրապետությունում որոշ խոշոր գործարարներ իրենց ձեռքի տակ եղած հնարավորությունները ոնց կարող են քաղաքական նպատակներով, լավագույն դեպքում եմ ասում քաղաքական նպատակներով, այլ ձևերով օգտագործել։
Ստարակելված չի, անգամ եթե օգտագործեն քաղաքական։ Հիմա ես չեմ ուզում մտնել իրավական process-ների մեջ, այսինքն քրեական այն հոդվածը, եթե քրեական հոդվածների մեջ չեմ։ Քրեական հոդվածը, որը հարուցվել է ոչ թե քաղաքական հայտարարություն անելու համար, այլ ինչ-որ կոնկրետ հանցակաց պարունակող դրույթ կա դրա մեջ եւ վերջնական վճիռը դատարանն է տալու, թող դրա հիման վրա որոշենք։ Դա ոնց կազդի ներդրումների վրա ժամանակը ցույց կտա, բայց վստահ պնդել, որ դա օտարերկրյա ներդրողների վրա ընկալում է այնպիսին լինելու, որ դա բացասական ազդեցություն անա, ես չեմ կարծում, որ այդպես կլինի։ Հայաստանը միջազգային արբիտրաժի այդ ռեյտինգներում առաջին տեղերում է հիմա հայտնվել։ Խոշոր ակտիվների մասով, Քաջարանի մասով կա գործ Հայաստանի հետ կապված, Ֆլայարնայի մասով ասում են կա գործ Հայաստանի հետ կապված։ Հիմա ավելի էլի խոշոր ակտիվի հետ կապված, այսինքն Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված էլի գործ կա Հայաստանի հետ կապված։ Ավելին, արբիտրաժային դատարանի միջանկյալ որոշումը չի կատարվում Հայաստանում։ Շատ լավ, ձեր ասածը դասական ճշմարտություն է, որ բոլոր ինստիտուտներն ու այդ բոլոր երևույթները իրականում այն ինչ կան։ Այսինքն, եթե մենք ունենենք դասական առումով աշխատող մասնավոր ընկերություն, որը որևէ քաղաքական կամ այլ process-ների մեջ խառնված չէ եւ պետության կողմից ուղղակի ռեկետ է իրականացում ու ազգայնացում է այդ ընկերությունը, ապա բնականաբար դա ազդեցություն կունենա։ Բայց ես ասում եմ, համոզված եմ, որ եթե միջազգային ներդրողը իրոք հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելով, ինքը շատ ավելի լուրջ ու խորքային ինֆորմացիա է ստանալու, քան միայն արբիտրաժային դատարաններում հայցերի քանակությունը։ Ինքը խորանալու է process-ների մեջ, հասկանա, որոնք են եղել ինչ-որ միջոցառումների կամ գործողությունների ռեալ պատճառները, ու չի բացառում, որ հակառակը իր մոտ դա նաև դրական ազդեցություն թողի, որովհետև մարդիկ շատ հաճախ մեր մասին շատ ավելի բան գիտեն, քան մեզ թվում է։ Շատ լավ, պարոն Թունյան, դուք միջազգային ներդրող եք եւ որոշում եք Հայաստանում ներդրում կատարել։ Բացում եք այդ кейսերը, նայում եք, որ օրինակ Քաջարանի դեպքում ինչպես իրենք են պնդում, մեկ օրվա ընթացքում դատարանը ակցիաների վրայից կալանքը հանում է, հետո որոշում եք Հայաստանում նորից կալանք է դրվում, այսինքն shareholder-ների փոփոխություն է տեղի ունենում։ Տվյալ դեպքում մարդ հանում է հայտարարություն, այդ հայտարարությունից հետո սկսվում են գեներացվել այս process-ները, հետո ասում են, որ դրանից առաջ մենք նախատեսում էինք եւ այլ, բայց արդեն էֆեկտը նեգատիվ մնում է։ Դուք ինչ եք անում։ Դրանց եք նայում, թե զանգում եք էկոնոմիկայի նախարարություն, լսեք, օրինակ էկոնոմիկայի նախարարությունից ինչ է։ Ես եթե միջազգային ներդրող եմ, ես նախ նայում եմ այդ ձեր ասած ամեն ինչին, երկրորդը դիմում եմ մասնագետներին, որոնք բազմագործոն վերլուծություն են անում, ինձ բերում են ներկայացնում են նաև այն շերտերը, որոնք պաշտոնական հաղորդագրություններում չեն երևում, այն թաքնված նյուանսները, կոնկրետ ներդրողի հետ կապված կամ կոնկրետ գործարարի հետ կապված պատմությունները, շարժառիթները, դրդապատճառները, մնացած բոլոր պլյուսներն ու մինուսները հաշվի առնելով, ես որոշում եմ այդտեղ ներդրում անել թե չէ։ Նկատի ունեմ, որ ձեր ասածը կարող է ազդեցություն ունենալ, բայց դա միակ ազդեցություն ունեցող բանը չի կարող լինել։ Հասկանալի է։ Տեսեք, հիմա Հայաստանում փիլիսոփայական դիսկուրս է սկսվել։ Երկիրը պետք է գործարան կառուցի, թե պետք չէ կառուցել։ Ես որքան ես տնտեսագետ չեմ, բայց տնտեսագիտության դասեր անցել եմ համալսարանում։ Ինձ լիբերալ տեսության կողմնակիցները ասում էին տնտեսագիտության, որ երկիրը պետք է պայմաններ ստեղծի, գործարանները պետք է կառուցվեն այդ պայմանների հիման վրա։ Բայց իհարկե կան այլ բլոկի ներկայացուցիչներ, որոնք ասում են, որ չէ, երկիրը պետք է ակտիվորեն մասնակցի մասնավորի հետ համագործակցությամբ կամ առանձին ստրատեգիական ուղղություններում եւ այլ, մեզ մոտ կարծես թե այդտեղ հիմնականում լիբերալ այդ ուղղությունն է, բայց այնուամենայնիվ կան երկրի մասնակցությունը տարբեր կարևոր ռազմավարական ակտիվներում։ Հիմա օրինակ Պարոն Կարապետյանի եղբոր որդին Նարեկ Կարապետյանը, որը մեր ձևով շարժման կարելի ասել ոչ ֆորմալ առաջնորդն է եւ անդիմադիր դաշտում է հիմա աշխատում, գործունեություն ծավալում ասում է, որ պետք է անպայման պետությունը գործարաններ կառուցի եւ առաջնահերթ պետք է լինեն գործարանները, ոչ թե, չգիտեմ, ասֆալտը, մյուսը։ Իթեպետ չի երկում, որ նայել է կարևոր, միանշանակ։ Մեդիայում մի փոքր այլ է ներկայացվում, բայց ասում է նայել է կարևոր, բայց առաջնահերթին գործարաններ աշխատատեղ, որ մարդիկ մնան գյուղերում, որտեղի համար կառուցվում են այդ ուրեմն դպրոցները եւ ճանապարհները։ Դուք ինչ կարծիք ունեք։ Դասական պատասխանը դուք տվեցիք, ու ես էլ եմ այդ պատասխանի կողմնակիցը, որ գործանը պետք է կառուցի մասնավորը, իսկ պետությունը պետք է դրա աշխատելուն համար հարմար պայմաններ ստեղծի, լինի ենթակառուցվածքներով, լինի կարգավորումներով,
լինի նորմալ կրթություն ապահովելով, հիմա դուք նշում եք, որ ինքը չէր հակադրել, բայց ինքը հակադրել էր, որտեղ ասում էր դպրոց սարքելու փոխարեն ավելի լավ է գործարան սարքել, հետո ինքը փորձում է իրեն շտկի ու ասում է սկզբից գործարան, հետո կրթություն։ Իմ կարծիքով այս հակադրությունը լրիվ անտեղի է ու նորմալ կրթություն ու գիտություն չունենալու դեպքում այդ գործարանների ճակատագիրն էլ է անհայտ մնում։ Ավելին ինքը ասում է մեր պապերը, որ տգետ էին, բա ոնց էին գործարան սարքում, խիստ կասկածում եմ, որ մեր գործարան սարքող պապերը տգետ են եղել, եւ եթե ինժեներներ են եղել։ Եվ եթե համեմատում ենք, ասենք նախկին ժամանակահատվածի հետ խորհրդային, ապա այնտեղ լրիվ ուրիշ տրամաբանություն է աշխատել եւ որևէ գործարան ինքնուրույն ինքը չի կարողացել աշխատի, որտեղ փոխկապակցված է եղել։ Մեկը արտադրել է մի դետալ, մեկը մյուս դետալ, մեկը հավաքել է եւ խորհրդային միության փլուզումից հետո մեր գործարանները դրա համար կանգնեցին, որովհետեւ այդ շղթաները կտրվեցին։ Եվ գործարան սարքելը ինձ թվում է ամենապարզ բանն է, ամենակարևոր բանը հասկանալը, թե այդ գործարանը ում ինչ ապրանք է վաճառել եւ կարողանալու է արդյոք վաճառել։ Եթե դրա պահանջարկը լինի, գործարանը կկառուցվի եւ վերջում մի հայտնի անեկդոտ կա այդ մասով, որ 3 գլխանի դևը գետի ափին իր համար քնած է լինում ու Սասունցի Դավիթը թրով հարձակում է քնած տեղը, գլուխներից մեկը կտրում է եւ այս դևը որ վեր է թռնում, մինչեւ ուշքի գա, երկրորդ գլուխն էլ է կտրում։ Երբ ուզում է երրորդ գլուխը կտրի, դևը ասում է՝ «Մի րոպե սպասի, ինչ ես ուզում»։ Ասում է՝ «Ջուր եմ ուզում խմել»։ Ասում է՝ «Խմի, քեզով է խանգարում»։ Հիմա եթե մեր գործընկերները ընդդիմադիր նպատակ ունեն գործարաններ կառուցելու կամ ունեն, թող կառուցեն, իրենցով է խանգարում։ Ինձ էս վերջերս մի հատ օրինակ էին բերել, որ տեսեք գործարանել են կառուցել տրանսֆորմատորների գործարան, այդ էլ նշեմ, որ այդ տրանսֆորմատորների գործարանը տրանսֆորմատորները մատակարարել հիմնականում Հայաստանի էլեկտրական ցանցերին, փոխկապակցված ընկերություն որպես, ու իմ կարծիքով այս պահին իրականացող ուսումնասիրությունները այդ հարցն էլ պիտի պատասխան տան, թե արդյոք Հայաստանի էլեկտրական ցանցերի կողմից տրանսֆորմատորներ գնելու լավագույն աղբյուրը այդ գործարանն է եղել, իսկ միգուցե հնարավոր էր այլ գործարանից ավելի էժան գնել, որ ի վերջո չգար ու մտներ օրինակ գերբարձր գնով մեր էլեկտրոէներգիայի սակագնի մեջ։ Արդյունաբերության մասին եք խոսում։ Այո, արդյունաբերության ու գնումների թափանցիկության, որովհետև մենք վերջերս հենց այդ հարցերի հետ կապված նաև օրենսդրական փոփոխությունների գնացինք, որովհետև պարզվել էր, որ Հայաստանի Հանրապետության էլեկտրական ցանցերին ապրանքներ եւ ծառայություններ մատուցող որոշ ընկերություններ աշխատում են գերշահութաբերության ռեժիմով, այսինքն կարող է կրկնակի մարժա լինի իրենց մոտ, եւ մենք սահմանեցինք, որ ոչ միայն հանրային ծառայությունների ոլորտում գործող ընկերությունները պետք է իրենց գնումները մրցութային կարգով անցկացնեն, այլ նաև իրենց մատակարարող ընկերությունները պետք է գնումների ընթացակարգով անցկացնեն, որպեսզի այդ արդյունավետությունը ձեր ասած ապահովի։ Շատ լավ, շատ է կարևոր արդյունավետությունը, դա իսկապես կարևոր է, բայց ինչպես կբացատրեք այն, որ հեծը լինելով մասնավորի ձեռքում ինքը կարող է խնդիրներ ունենալ, բայց բեցը Բարսավորոտ էլեկտրական ցանցերը, որ տևական ժամանակ է պետության ձեռքում է, ինքը ունեցել է 2.5 միլիարդ դոլարի մսխում կամ անարդյունավետ ծախս այս ընթացքում։ Այդ ընթացքում բարձրացվել են, բայց ոչ մի բան չի փոխվել ներսում, կարելի ասել տենց լուրջ։ Բարձրացվել են իր մենեջմենթի, աշխատակազմի աշխատավարձերը եւ դրանից վերականգնվել է չնչին գումար պետական բյուջե։ Հիմա բեցը ում օտարենք, որ ինքը սկսի արդյունավետ աշխատել։ Այստեղ հարցը օտարել չօտարելն չի, որևէ մեկը չի պնդում, որ մասնավորը վատ է, հակառակ պնդումը միշտ կա, որ մասնավորը լավ է կառավարում, պետությունը վատ է կառավարում։ Ինչ վերաբերում է բեցին, ապա չեմ կարծում, որ եթե այնտեղ կան ինչ-որ երևույթներ, դրանք աչքաթող են արվում, ավելին ասեմ, Որն այդ մսխումը տեղի ունեցել, այդ ընթացքում մարդիկ չեն ազատվել աշխատանքից, իրենց աշխատավարձներն են բարձրացվել։ Եթե հետևել եք լրահոսին, կարծեմ 3 առաջին օրը վարչապետի մոտ խորհրդակցություն էր, որը վերաբերում էր պետական մասնակցությամբ ընկերությունների եւ մինորիտար մասնակցությամբ ընկերությունների գործունեությանն ու արդյունավետությանը, այսինքն այն ընկերությունների, որտեղ պետությունը 100% սեփականատեր է եւ որտեղ ունի փոքր սեփականություն եւ շատ լուրջ հիմա քննարկում է այդ ընկերություններում արդյունավետության բարձրացման հարցը եւ ընդհանրապես պետական մասնակցության նպատակահարմարության ու հետագա ճակատագրի հարցը, այսինքն այնպես չի, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրությունը միայն Հայաստանի էլեկտրական ցանցերի վրա է սևեռված, բոլոր այն ընկերություններում, որտեղ
մենք ունենք խնդիրներ ու որոնք առավել եւս համակարգաստեղծ են կամ ստրատեգիական նշանակություն ունեն, այդ բոլոր ուղղություններով էլ աշխատանքներ կատարվում են։ Աշխատանքներ կատարվում են, սա մի օրվա խնդիր չի, սա մի քանի տարվա երևի խնդիր է, բայց հիմա նոր քննարկումներ են ինչ անել կամ ինչ անել։ Այս ընդհանրապես մինորիտար մասնակցության վերաբերյալ այդ խնդիրների քննարկումները եւս արդեն 1 տարուց ավել է, բայց մենք որևէ լուծում հələ չենք տեսնում, ինչու։ Որովհետեւ այդ լուծումները եթե այդքան པարզ լինեին, այդ լուծումները արդեն տրված կլինեին, որովհետեւ շատ դեպքերում մենք ինչ որ բաներ ժառանգել ենք ու դա իներցիայով եկել է եւ այն ամենօրյա ֆորս մաժորային իրավիճակները շատ դեպքերում թույլ չեն տալիս մի քիչ ավելի երկարաժամկետ խնդիրների վրա կենտրոնանալ։ Հիմա մենք դրանցով ակտիվ զբաղվում ենք։ Կան խնդիրներ ընթացքում, որ լուծվել են, կան խնդիրներ, որ ընթացքում են, կան խնդիրներ, որոնք մի քիչ ավելի շատ քննարկման պահանջ ունեն, բայց հիմա ես որ ձեզ նշեցի, չի նշանակում, որ այդ քննարկումը սկսել է ընդամենը 2 օր առաջ, այդ քննարկումը վաղուց է սկսել, 2 օր առաջ արդեն գրեթե կոնկրետ լուծման ուղղություններով ֆինանսների նախարարությունը։ Որն է պատկերացումը, պետությունը պետք է մնա փայատեր ստրատեգիական ակտիվներում, թե չէ։ Ստրատեգիական ակտիվներում պետությունը կարող է մնալ փայատեր, վերահսկելու եւ արդյունավետությունը ու թափանցիկությունը ապահովելու համար, բայց մեր երկարաժամկետ հեռանկարը հետեւյալն է, որ մենք պիտի փորձենք բոլոր կամ այն ընկերությունները, որտեղ պետությունը ունի մեծ մասնակցություն, այդ ընկերությունների տանել նախ ցուցակման ավելի թափանցիկ դարձնելու համար եւ այնպիսի ցուցակման, որպեսզի իրենց բաժնետոմսերի սեփականատեր դառնան ոչ թե առանձին ընկերություններ կամ խմբեր, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ըստ այդմ նաեւ որպես սեփականատեր ավելի մեծ պահանջատեր լինելու այդ ընկերությունների նկատմամբ։ Էս է մեր երկարաժամկետ տեսլականը, որին փորձելու ենք հասնել։ Կներեք, այդ պահը չհասկացա, բաժնետերեր դառնան կամ բաժնետոմսերի սեփականատեր միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ոչ, նկատի ունեմ, որ բաժնետերերը լինեն հնարավորինս շատ, այսինքն այդ բաժնետոմսերը գնան ոչ թե ֆիկտիվ 1-2 ընկերության ձեռքը, հետո իրանք էլ իրանց մեջ որոշեն, որ ավելի լավ այդ ընկերությունը վնասով աշխատի, բայց իրանք որոշակի մեխանիզմներով իրենց գումարները աշխատեն, այլ մի քանի 100 կամ մի քանի հազար քաղաքացիների, որտեղ մենք ունենք նախ կապիտալի շուկայի զարգացման խնդիր եւ շատ դեպքերում քաղաքացիները, որոնք ունեն ազատ գումար, իրենց գումարները ներդնելու տեղ բացի բանկային ավանդներն ու պետական պարտատոմսերը չունեն։ Այսինքն մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունում ունենալ նորմալ կապիտալի շուկա, որը մեզ նաև հնարավորություն կտա իրականում այդ շուկայի տատանումներն ու ինդեքսները նայելով հասկանալ կոնկրետ ընկերությունների առողջական նորմալ վիճակը ինչպիսին է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Civil Net Business-ի տաղավարում ես զրուցեցի Բաբկեն Թունյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։